Կարապետյան։ Շնորհակալ եմ, հարգարժան փոխոսնակ, պարոն Կարապետյան, երեկ դուք մեզ ասացիք, որ համարում եք, որ մենք ձեր թեկնածուներին չենք ընտրել, որովհետև հարցպատասխանի եւ ելույթների միջոցով բավականաչափ նրանք չեն բացվել մեր եւ հանրության առջև։ Պարոն Ղազարյանը ներֆրակցիոն հարց է բարձրացնում։ Խնդրում եմ ֆրակցիայի նիստ արեք, քննարկեք, թե ինչու է նա կարծում, որ այնինչ մենք անում ենք այստեղ սաբոտաժ է։ Դուք նաև մեզ սպառնացել եք, որ ուժեղ մասնագետներ եք բերելու որպես թեկնածուներ, այնինչ նախորդ թեկնածուի քննարկման լեյտմոտիվը կամաց-կամաց դարձավ համակարգային կոռուպցիա հասկացության սահմանումը, որտեղ ուրիշ բանի մասին խոսել չէր ստացվում։ Մենք լավ իմաստով բարդ քննարկման էինք պատրաստ, բայց վերջին բանը, որ տեղի ունեցավ, պարոն Ֆարմանյանին, պարոն Գաբրիելյանը հարցրեց, լավ վերջը ինչ է համակարգային կոռուպցիան որպես սահմանում, եւ ի պատասխան մենք լսեցինք հետեւյալը, որ քանի որ պարոն Գաբրիելյանը կոռուպցիայի մեջ թաթախված չէ, պարոն Ֆարմանյանը կարծում է, որ ինքը համակարգային կոռուպցիայի մասին ունի նույնքան պատկերացում, որքան պարոն Գաբրիելյանը։ Դա ես չեմ հասկանում, ձեզ թվում է, որ եթե դուք սահմանեք ինչ է համակարգային կոռուպցիան, մեզ մոտ տպավորություն կստեղծվի, թե դուք թաթախված եք եղել համակարգային կոռուպցիայի մեջ։ Նաև գիտեք, ես որքան հասկանում եմ, դուք ՊԵԿ-ում, մաքսային մարմիններում աուդիտով եք զբաղվել։ Ձեր խնդիրը եղել է ոչ միայն իմանալ ինչ է համակարգային կոռուպցիա, եւ սահմանում անկաշկան դասել։ Առնվազն ձեր այն մյուս գործընկերուհու նման, ով աշխարհաքաղաքականությունը սահմանում էր որպես աշխարհում տիրող իրավիճակ, ասեք համակարգային կոռուպցիան համակարգում տիրող կոռուպցիան է, բայց բացի դրանից դուք դա բռնելով պիտի զբաղվեիք։ Մեզ այստեղից պիտի պատմեիք, թե դուք ինչպես եք կարողացել նախորդ իշխանությունների ժամանակ անկաշկանդ բացահայտել համակարգային կոռուպցիան այն մարմիններում, որի աուդիտը դուք իրականացրել եք։ Հարգելի գործընկերներ, դուք հանրապետականներ եք։ Դուք հանրապետականներ եք ոչ միայն որպես կենսաբանական ժառանգները նախկին հանրապետականների, այլև քաղաքականապես։ Սկսենք կենսաբանական ժառանգությունից։ Պարոն Կարապետյան, որոշ ժամանակ առաջ ձեր հայրը դատարանի բակում ճեպազրույց տվեց լրագրողներին, մանրամասն 10 րոպեում պատմեց Հայաստանի նորանկախ պատմությունը, ինչպես է իրան ՀՀՇ-ն առաջարկել ինքը չի համաձայնե, հետո ինչպես է ինքը անդամագրվել հանրապետականին։ Ասեց, սաղ երկրի անցուդարձը իմ կողքով անցնում էր։ Մինչդեռ երբ ձեզ են հարց ուղղում, ասում են ձեր հայրը եղել է իշխանության մաս, ասում եք նա իշխանության մաս չի եղել, նա եղել է Տաշիրի կողմից պատգամավոր։ Սա Սովետի սազիվը չի։ Սովետի սազիվը չի։ Ձեր հայրը 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով 27000 ձայն Լոռու մարզից բերել է հանրապետական ֆրակցիային, 2017-ին էլ 40000 ձայն։ Ոչ միայն իրեն է անձամբ բերել, հա, հանրապետականների ռեսուրսը օգտագործելով, որտեղ նրանց ռեյտինգային թեկնածուն էր։ Բացի ինքը, որ հանրապետական լինելով եկել է խորհրդարան Սերժ Սարգսյանի հենարանը լինելու, նաև ուրիշ հանրապետականների ա բերել, որտեղ ընտրակարգը այդպես էր, այդ 40000 ձայնը ոչ միայն իրենն էր, այլ նաև հանրապետական կուսակցության են գաղափարական նժդեհական թևից մարդկանց էր բերում այստեղ։ Խնդիրը այն չի է, որ մենք ձեզ ասում ենք դուք ձեր հայրերի համար քրեական կամ քաղաքական իմաստով պատասխանատու եք։ Խնդիրը այն է, որ դուք ասում եք մեր հայրերը իրենց համար քաղաքականապես եւ քրեական իմաստով կամ որևէ այլ իմաստով պատասխանատու չեն, չկան նրանք գոյություն չունեն։ Այստեղ մի քանի հանրապետականի որդի զավակ կա նստած, բայց ոչ մեկը ոնց որ չեք ճանաչում այդ մարդկանց անցած ճանապարհ լինի, չգիտեմ, ինչ լինի։ Մեզ էլ ասում եք անցյալը մի կրկնեք։ Դուք անցյալը պիտի ճանաչեք, որ հետո կարողանաք խոստանաք, որ չեք կրկնելու։ Գիտեք, նաև օլիգարխիական համակարգում իհարկե բոլորի հետ տարաձայնություններ ունեն եւ այո, Կարեն Կարապետյանը մյուս օլիգարխների Սերժ Սարգսյանի հետ անձամբ տարաձայնություններ ուներ։ Այդ մասին մեզ կարող է պատմել անձամբ Մամիկոն Ասլանյանը, 2017 թվականի ընտրություններում գուցե ինքը մյուս հանրապետականին էր աջակցում Վահրամ Բաղդասարյանին։ Չգիտենք, կարող եք պատմել մեզ հանրապետական ներքին տարաձայնությունների մասին, բայց մեզ մի ասեք, որ դուք հանրապետական չեք։ Դուք հանրապետական եք նաև բարի քաղաքական իմաստով, որտեղ ձեր առաջարկած ծրագրերն են հանրապետական։ Այդ երբ որ դուք ասում եք, որ գործարարների համար տնտեսության մեջ պետք է լինի այդ big push-ը, այսինքն շուկան պետք է մենաշնորհային լինի, որ գործարարները աշխատեն, մրցեն Չինաստանի հետ։ Դրա կողքն էլ ասում եք, փոքր բիզնեսի հարկը պետք է լինի 0, ոչ թե քիչ, այլ 0։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Հայաստանի նախորդ տնտեսական համակարգն է, որտեղ այդ գործարարները զանազան
Ասում էին, մենք չենք հաշվում ձեր փողերը, հարգելի փոքր կրպակներ, դուք էլ մի հաշվեք մեր փողերը։ Այդ տնտեսաձևը ծանոթ է մեզ, դա հանրապետականների զարգացած տնտեսական ձևն է եղել։ Հա, էլի ուժեղ տեխնացուներ եք խոստանում, մի քանի հարց է հնչել, գնում գալիս եք, հնարավորություն եք ունենում նորից այդ հարցերի պատասխանը բերելու, էլի չի ստացվում։ Տաշիրի պարտքի չափը, ձեր գործընկերը Նիսիա էր անվանում դա։ Ինչ որ մեկը կմոտենա այս ամբիոնին, ասի Տաշիրը որքան պարտք ունի, որ մենք էլ հասկանանք, պարտք ունենալը վատ բան է, թե լավ բան է, հարցում անենք ձեզ, հա։ Բա Այսինքն դուք չեք ասելու, նաև չեք ասելու հեծի դիվիդենդների չափը, բայց հետ ձեզ դպրոցաշինության մասին հարցուն, չի ասելու եք մենք մեր ինժեները, մեր շինարարը, ձեզ ասելու ենք լսեք, դուք չեք, դուք արդեն հանրային ծառայության մեջ գտնվող մարդ եք, ասելու եք, չէ, գիտեք, հոգեբանորեն դեռ չեմ հարմարվել։ Պարոն Կարապետյանն էլ չի հարմարվել, այստեղ պարոն Ղազինյանին ներկայացնում էր որպես տարածքային կառավարման նախարարության ներքո գտնվող ամենամեծ կազմակերպության տնօրեն ներկա ժամանակով, ոչ, այլևս ոչ, դուք հանրային ծառայության մեջ գտնվող անձիկ եք, բայց դուք կարող եք ասել, թե վերջը ինչքան դիվիդենդ է վճարել, հեծը, շնորհակալ եմ, բայց ես կուզեի, որպեսզի իրենք երբ որ ներկայանում են որպես ուժեղ մասնագետներ, նույն հարցը մի քանի անգամ հնչում է, գան այստեղից պատասխանեն։ Այսօրվա տեխնացուն, Տիկին Մանուկյանը մեզ ասեց, որ մենք պետք է հասկանանք ինչի վրա է ծախսվում պարտքը, արդյոք ծախսվում է շահույթ գեներացնող ոլորտի վրա, պատկերավոր ասած, հարևանից պարտք ենք վերցնում երեխայի կրթության, թե երեխայի iPhone-ի վրա։ Հետո պարզվեց, որ եթե կրթության համար ենք վերցնում, օրինակ դպրոց սարքելու, դա չէ այնինչ նկատի ունենք, պետք է iPhone-ի համար գումար վերցնենք, որովհետև մի քանի րոպե անց ասեց, որ պարտքով կառուցվող դպրոցը ինքնին խնդիր է։ Նաև ասեցիք, որ կդժվարանաք գնահատել ինչքանով է արդյունավետ եղել, ինչքանով, ոչ քանի որ ներսից ծանոթ չեք։ Դե գնահատականներ հնչեցնելուց առաջ միգուցե սպասեք, ընտրվեք, ծանոթանաք, հետո կհնչեցնեք այդ գնահատականները։ Պարոն Ղազինյանը այստեղ չի։ Երեք ասում եմ շատ լավ եք պատասխանել հարցին։ Իմիջիայլոց այդ առումով կարելի է ձեզ գովել, որովհետև դաշնակցականները համարում են, որ կենթանի մարդկանց չի կարելի գովել։ Դուք այդ առումով իհարկե մեկ քայլ առաջ եք, կենթանի մարդկանց կարողանում եք գովել, բայց մի քիչ չափն անցնում եք։ Պարոն Ղազինյանը ասում է, այո, շատ լավ եք պատասխանում հարցերին, բայց հիշացրեք նրանց, որ վարչապետ Փաշինյանը ասել է, թե թոշակառուները չգիտեն 10,000 դրամը ինչի վրա ծախսեն։ Գիտեք, վարչապետ Փաշինյանը այդ ելույթի ժամանակ թոշակների մասին չէր խոսում, առողջապահության ապահովագրության մասին էր խոսում եւ ասաց, եթե թոշակառուների թոշակը բարձրացնենք 10,000 դրամով, ինչի վրա նրանք պիտի այն ծախսեն, բնականաբար առողջապահության, հետեւաբար մենք նրանց առողջապահական ծախսերի համար կտրամադրենք մինչեւ 4 միլիոն դրամ։ Հիմա այս մանիպուլյացիան, որ անում է պարոն Ղազինյանը այստեղ, թե դա նշանակում է, թե մենք ասել ենք, թե մարդիկ չեն կարող գտնել 10,000 դրամը ծախսելու ձև, հետո չի կարող հանգեցնել նրան, որ Տիկին Հովսեփյանը գասի, այնինչ արշավ էր իմ դեմ, ես մի պահ սայթակեցի, գնացի համացանցը բացեցի, իմ դեմ արշավ էր։ Գիտեք, նաև այդ դիսկուրսիվ մանիպուլյացիաները երկար կյանք չունեն, մենք այստեղ խորհրդարանում մեր գործը իհարկե խոսելն է, որ չի գալու այն ժամանակ, որ մենք բոլորով հավաքվենք, գնանք գործարան կառուցենք։ Մենք խոսելու ենք, բայց քանի դեռ մենք քննարկումը խոսում ենք, կառավարությունը փոխում է մարդկանց կյանքի որակը։ Դուք մարդկանց կյանքի որակը տեսնում եք որպես ընտրակաշարք եւ ասում եք, որպեսզի մրցակցային տեղերը հավասար լինեն, եկեք մենք էլ գնանք, բարեգործություն անենք, ինչու եք դա արգելում։ Ոչ, խորհրդարանական ընդդիմության ֆունկցիան պետք է լինի քննարկումների միջոցով ցույց տալ, թե ինչ առավել լավ ծրագրեր կանեք, բյուջեն ինչպես առավել լավ կտնօրինեք։ Եվ մի վերջին նկատառում կանանց իրավունքների մասին երեք քննարկում ծավալվեց։ Պարոն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը երեք ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղել իրեն, թե ինչ է մտածում ընտանեկան բռնության համատեքստում կանանց հանդեպ բռնության վերաբերյալ, եւ նա ասեց, որ կանանց մասին հարցեր իրեն չուղղեն։ Սա գուցե առաջի հարցից զվարճալի է, բայց Հայաստանի պաշտոնյաները իրենց սեռի բերումով միայն տղամարդկանց կամ միայն կանանց հարցերով չեն զբաղվում։ Այսինքն տղամարդկանց գծով վարչապետերն է դառնալու, ինչ անշակում կանանց մասին հարցեր ինձ չուղեն, պահանջվում է պարզապես դատապարտել կանանց հանդեպ բռնությունը գոնե այդքանը, եթե մյուս թեմաների մեջ խորանալը համարում եք մասնագիտական
մասնագիտական քննարկում։ Եվ վերջինը, Տաշիր գրուպը դուք Հայաստանի Հանրապետության հետ համեմատում եք, երբ որ պարբերաբար ասում եք հայկական ամենամեծ երկրորդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունից հետո Տաշիր գրուպն է, սա ասում եք պարբերաբար, երեք ինչ մի մեծ պատմություն եք սարքել, թե վարկանիշը մենք չենք համեմատել։ Համեմատում եք ուղիղ։ Շնորհակալություն, Մեսրոպ Մանուկյան։